վերցրել Սամոյին, այս վերջերս ինքն էլ իմ արածի սթորիները տեսել էր ու իրան դուրեր եկել են փաստը, որ բնական կաշվից է, այսօր վերցրել եմ, ուզում եմ ձեզ ցույց տամ։ Քանի որ Սամոն շատ դասական չի հագնվում, միջին ինչ-որ ոչ է, չգիտեմ այդ ինչ ոչ է, առօրյա ինչ ոչ է, ոչ դասական, ոչ սպորտային, դրանց միջին է, որոշել եմ այնպիսի գոտի վերցնեմ, որ կարողանա համադրի եւ դասականի եւ նաեւ այդ իր յուրահատուկ ոճի հետ։ Շատ եմ կարևորում արածի այս յուրահատուկ մոտեցումը, որովհետեւ դու վստահ կարող ես լինել, որ քո ոչ մի պատվեր չի վնասվի, շատ սրտացավորեն փաթեթավորված է եւ ապահով հասնում է ձեզ։ Տեսեք, ինքը այսպես մատ էֆեկտով եւ բնական կաշվից գոտի է, այստեղ ունենք մեր արածի լոգոն, այստեղ ունենք փաստող կտորիկը, որ կաշվից է, իսկ այս մասը արծաթագույն դետալներով է։ Երկարությունը ճիշտ ասած մոտավոր եմ ընտրել, հուսամ կլինի, բայց եթե անգամ ինչ-որ խնդիր լինի, կարծում եմ փոխանակելը դժվար չի լինի։ Շատ փոքրուց ես ուշադրություն եմ դարձրել մարդկանց գոտիներին ու երբ որ վնասված եղել, ինչ որտեղ ճաք ա եղել, ինչ որ թերի մասեր ա ունեցել, դա ինձ համար ասոցացվել է նրա հետ, որ տվյալ մարդը հետևողական չի իր ընդհանուր արտաքին տեսքին։ Դրա համար ես նախընտրում եմ, որ լինի բնական, կաշվե, որակյալ, որպեսզի նման խնդիրներ չառաջանան, որովհետև շատ հաճախ մոլերում վաճառված, օրինակ կամ չգիտեմ, սովորական խանութներում վաճառվող գոտիները չեն ապահովում բնականաբար այդ որակը։ Կարծում եմ, չնայած նրան, որ տեսականիները շատ են ամեն ինչ հասանելի է, միևնույնն է, լավ որակյալ կաշվե իրեր գտնելը բավականին բարդ պրոցես է ըստ իս։ Եթե ես չիմանայի արածը, ուրիշ չգիտեմ որտեղից կկարողանայի բնական կաշվե վստահ լինելով, որ դա կարելի է ապրանքներ գնել։ Թողնում եմ արածի էջը, եթե դուք եւս ունեք մոտակա առիթներ կամ ուղղակի ուզում եք հաճելի դարձնել ձեր հարազատի դիմացինի եղբոր եւ մտերիմի օրը, ուրեմն կարող եք արածից